Մայրենի, 4-րդ դասարան, դաս 18։ Կենդանիների լեզուն։ Միթե կենդանիները լեզու ունեն։ Զարմանալի է, օրինակ, թե ինչպես են խոսում մրջյունները, որոնք կանոնավոր հանրապետություն ունեն, կազմակերպված պատերազմ են վարում, ունեն հիվանդանոց, վիրավորներ փոխադրող անձնակազմ, նույնպես և մեղուները, որոնք թագուհի, զինվորներ և բանվորներ ունեն, ժամացույցի պես հստակ աշխատում են։ Գիտնականները փորձեր են արել և պարզել, որ մեղուների լեզուն ոչ ձայնային է, ոչ էլ տեսողական, այսինքն շարժու ձևերով, այլ շոշափողական է։ Շաքարաջրով հրապուրելով մի մեղվի, հետազոտողը տեսնում է, որ սա շտապում է դեպի փեթակը, ընկերներին լուր տալու և նրանց դուրս կանչելու։ Փեթակը մութ է, իսկ մեղուները մթության մեջ չեն տեսնում։ Միևնույն ժամանակ այնտեղ տիրում է մեղուների միալար բզզոցը։ Հետևաբար մեղուն չէր կարող շարժումներով կամ ձայնով բացատրել իր մտքինը։ Եվ ինչ է անում նա։ Փեթակ մտնելուց հետո լուր տանող մեղուն իր վայելած նյութից բաշխում է ընկերներին, որպեսզի նրանք էլ լցնեն բջիջների մեջ։ Հետո մի եզակի պար է սկսում, շարունակ պտույտներ գործելով։ Մյուս մեղուներն աշխատում են դիպչել լուր բերող մեղվին։ Դիպչելուց հետո նրանք իսկույն թռչում են դեպքի վայրը։ Այսինքն մեղվի պարը նշանակում է ուտելու բան կա։ Ուրիշ փորձեր էլ ցույց են տալիս, որ ընկեր մեղուները պարող մեղվի բերած նյութի հոտն են առնում և գնում այդ հոտի ուղղությամբ։ Այս ամենն իրոք հետաքրքիր է, բայց հստակ է, որ խոսում են միայն մարդիկ, իսկ կենդանիները որոշակի ձայներ են հանում։ Այդ ձայները իհարկե ինչ-որ բան նշանակում են՝ քաղց, ցավ, ուրախություն, վտանգ։ Կենդանիները մարդկային լեզվով խոսում են միայն հեքիաթներում, առակներում, մուլտֆիլմներում։ Հանելուկներ։ Թև ունի, թռչուն չէ, միջատ է, մրջյուն չէ, աշխատում է օրնի բուն, բերքը տալիս է մարդուն։ Մեղվի մասին է։ Մեղվից հետո երևի որպես ժիր ու ժրաջան աշխատասեր ու համառ նա է հայտնի բոլորին։ Խոսքը մրջյունի մասին է։ Բառերի գանձատուփ։ Ինչ է կոչվում այն տեղը, որտեղ շատ մրջյուններ կան։ Մրջնանոց։ Մեղուները գնում են ծաղիկների հոտի ուղղությամբ, նախադասության մեջ հոտ բառը, որ հոմանիշով կփոխարինես։ Բույր։ Բացատրիր հոմանիշի իմաստային տարբերությունը։ Բույրը ավելի գեղեցիկ հոտերին են ասում, որ ավելի հաճելի է, իսկ հոտը կարող է ունենալ նաև բացասական իմաստ։ Իսկույն և ուրիշ բառերի մեկական հոմանիշ կտիր։ Իսկույն, անմիջապես, ուրիշ, այլ։ Տեքստի մեջ գտիր այն նախադասությունները, որոնցում գործածված է հստակ բառը։ Դրանք նույն իմաստ են արտահայտում, տեսակետը հիմնավորիր։ Ժամացույցի պես հստակ աշխատում են։ Այս նախադասության մեջ հստակ բառն օգտագործված է անխափան բառի իմաստով։ Շաքարաջուր բառի նման ուրիշներն ասա, որոնք վերջանում են ջուր բաղադրիչով։ Անձրևաջուր, մեղրաջուր։ Բացատրիր ուղղություն բառի կազմությունը։ 3 բառ հիշիր, որոնցով միևնույն բաղադրիչը կրկնակի է գրվում։ Ուղղություն բառը կազմված է 1 արմատից և 1 ածանցից։ Ուղիղը արմատն է, ությունը ածանցը։ Ուղիղ բառի ի հնչյունը սղվել է, դրա համար երկուղան միասին են գրվում։ Այսինքն բառի մեջ ունենք կրկնակի ղ։ Հիմա եկեք փորձենք այլ բառեր կազմել։ Օրինակ, այբենարան, այբուբեն, քննություն։ Սիրելի գիտունիկ, նյութն ընթերցելիս ես նկատեցի, որ մի քանի բառ գրված է չակերտների մեջ։ Ինչու՞։ Իմ բարեկամ ինչույիկ, դու իհարկե գիտես, որ նախադասությունների մեջ վերնագրերը գրվում են չակերտներում։ Օրինակ, դու կարդացել ես ճպուրն ու մրջյունը առակը։ Գրավոր խոսքում երբեմն չակերտների մեջ են գրվում նաև այն բառերը, որոնք գործածվում են ոչ իրենց սովորական իմաստով։ Օրինակ, զվարճալի է պատկերացնել, որ մեղուների մեջ կարող է պատգամավոր լինել, կամ էլ մեղուները կարող են խոսել ու պատերազմել։ Մեկ անգամ էլ ուշադիր կարդա տեքստը և փորձիր ինքդ բացատրել, թե բառերն ինչու են չակերտների մեջ առնվել։ Հարցերի և առաջադրանքների արկղիկ։
Կարող ես ասել, թե կենդանիներն ինչպես են իրար մի բան հաղորդում։ Ձայնի և շարժումների միջոցով։ Ինչ միջոցով էր մեղուն հաղորդում իր գտածի մասին։ Իր գտածը մյուսներին բաժանելու և շարժումների միջոցով։ Ձայների միջոցով կենդանիներն ինչի մասին են հասկացնում։ Կարող են հասկացնել սննդի առկայության մասին, վտանգի մասին։ Կենդանիները որտեղ են խոսում մարդկանց նման։ Օրինակներ բեր։ Խոսում են հեքիաթներում, օրինակ կարմիր գլխարկը հեքիաթում գայլը խոսում է կարմիր գլխարկի հետ։ Ժամացույց բառի նման են կազմված հեռուստացույց և կողմնացույց բառերը։ Կազմիր այս բառերի հոգնակի թիվը։ Ժամացույցներ, հեռուստացույցներ, կողմնացույցներ։ Մեղու, մեղվի, ինչ է տեղի ունեցել, 3 բառ էլ դու գրիր։ Մեղու բառի մեջ ուն սղվել է, միացել է ի տառի հետ և դարձել վ։ Սեռական հոլովում։ Կատու կատվի, լու լվի։ Բայց և իսկ բառերով մեկական նախադասություն կազմիր։ Անահիտը գնում է դպրոց, բայց մոռացել է գիրքը։ Մարինեն սովորում է առաջին դասարանում, իսկ Ելենան երկրորդ դասարանում։ Պատմությունների և հեքիաթների զամբյուղ։ Ինչ գիտես մեղրի օգտակար հատկությունների մասին։ Որևէ հեքիաթ կամ առակ հիշիր, որտեղ կենդանիները խոսում են մարդկային լեզվով։ Պատմիր։ Իմաստունի խորհուրդները։ Լավ խոսել մարդ սովորում է ամբողջ կյանքում։ Որևէ լեզու, այդ թվում մայրենի լեզուն սովորելու ընթացքը վերջ չունի։ Եվ շատ ջանք ու աշխատանք է պահանջում։ Զուր մի վատնիր թանկ ժամանակը մտածելով, թե ինչ-որ բան հետո կսովորես։ Ինչպես ժողովուրդն է ասում, այսօրվա գործը վաղվան չեն թողնի։ Սիրիր գիրքն ու ընթերցանությունը, աշխատիր շատ և ուշադիր կարդալ։ Դադարի պահ, լուծիր հանելուկները։ Ծովի վրա լույս եմ տալիս, մոլորվածին հույս եմ տալիս, կանչում ձեռքով եմ անում ու նավը ափ եմ հանում։ Փարոս։ Այն ինչ սարք է խաչմերուկում, որի վրա կարմիր դեղին մեկ էլ կանաչ լույս է լինում։ Լուսացույց։